Դա է ամենամեծ ճնշումը, երբ որ դատավորը փորձում է գնալ իր աշխատավայր եւ ինչ-որ մի քաղաքացի կարող է նրան հրել, քաշել, գցել եւ թույլ չտալ։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հեղափոխությանը հաջորդած դեպքերի մասին է հիշում, երբ քաղաքացիները Փաշինյանի կոչով շրջափակել էին մայրաքաղաքի բոլոր դատարաններն ու խաթարում էին աշխատանքը, պատճառաբանելով, թե պետք է բարեփոխեն դատական համակարգը։ Դատավորներին անգամ լուսամուտով թույլ չէին տալիս մուտք գործել իրենց աշխատասենյակներ։ Արդյոք այս դրվագներն ավելի քիչ էին ազդում դատավորների անկախության վրա, քան դատավորների գնահատման համար նախատեսված անկախ համակարգը, որն այսօր իշխանությունները մտադիր են փակել հենց այդ պատճառաբանությամբ։ Կարծում եմ ԲԴԽ-ն շատ ավելի պետք է գործուն քայլեր ձեռնարկեր այլ դեպքերով, երբ որ դատարաններ էին շրջափակվում, երբ որ տարբեր պաշտոնյաների կողմից դատավորների վերաբերյալ ոչ ժողովրդավար խոսույթ էինք մենք լսում, երբ որ ասվում է, որ չկա դատավոր, որը չի դատավճիռ կայացնի պաշտոնյայի ցուցումով, հետևաբար կարծում եմ սխալ տեղից են սկսում դատական իշխանության անկախությունը, դատավորների անկախությունը չափազանց կարևոր է ժողովրդավարության տեսանկյունից, երկրի ազատության տեսանկյունից, բայց մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, որ հակառակն են եղել, մենք տեսել ենք, որ ոչ իշխանահաճո որոշման համար դատավոր է կալանավորվել, այդպիսի դեպքերի հետ կապված պետք է ԲԴԽ-ն իր ուշադրությունը։ 10 տարի գործող Help Court AM-ն անկախ հարթակ է, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորների աշխատանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նորերս դիմել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին, միջնորդելով արգելել նման հարթակների գործունեությունը, որոնք կասկածի տակ են դնում դատավորների հեղինակությունը։ Հարթակը վտանգավոր է երկու ուղղությամբ։ Մի կողմից այն կարող է դառնալ դատավորներին թիրախավորելու գործիք։ Դատավորը, որը կայացնում է կողմի համար ոչ ցանկալի որոշումներ, կարող է հայտնվել բացասական գնահատականների թիրախում։ Մյուս կողմից նույն համակարգը կարող է օգտագործվել դատավորներին անհիմն դրական գնահատականներ տալու նպատակով, պայմանավորված ոչ թե ինստիտուցիոնալ չափանիշներով, այլ դատավորի փաստաբանական որոշ շրջանակների համար հարմար կամ ընդունելի լինելու հանգամանքով։ Եղել է որոշ անգամներ, որ մտել եւ քվեարկել եմ, եւ երբևէ չի եղել, որ ինձ խնդրեն, դիմեն կամ չգիտեմ ինչ-որ ոչ օբյեկտիվ ինչ-որ վրեժխնդիր քայլ անեմ, ինչ-որ մի դատավորի հետ կապված, նորից եմ գրկնում։ Այս հարթակը օգնել է նրան, որ համայնքը, իրավաբանական, փաստաբանական համայնքը կարծիք կազմի եւ նաեւ դատավորները իրենց գործունեությամբ ոչ թե ճակերտների մեջ լավ առումով կաշկանդված են եղել, գիտակցելով, որ այս հարթակը փաստաբանական համայնքում որոշակի ազդեցիկ հարթակ է եւ ինչու՞ չէ նաեւ դրական առումով իրենց որոշումներ կայացնելուց թեկուզ մտքի ծայրով հիշել են այս հարթակի մասին։ Սերգեյ Հարությունյանն ասում է, սա արդյունավետ գործիք է փաստաբանների համար, այսպես ասած առանց իրավական գործընթացների անուղղակիորեն վերահսկելու դատավորների աշխատանքը։ Մենք համենայնպես մեր համայնքը բոլորս գիտակցել ենք, որ դա անաչառ հարթակ է եւ այդ հարթակում ինքս բազմիցս եղել է, որ երբ որ գործ է մակագրվել ինչ-որ մի դատավորի մտել ուսումնասիրել եմ, հարկանիշն եմ նայել եւ հիմնականում գործնականում դա իրականության հետ համապատասխանել է։ Գիտեք, լինում է դեպքեր, երբ որ ասենք գործ է մակագրվում մի դատավորի, որի մոտ փաստաբանը գործ չի ունենում, ես ինքս լինում է, որ իմ գոլեգաներից հարցուփորձ եմ անում եւ տեղեկանում եմ, որ ասենք այս դատավորը նմանատիպ այսպիսի հարցերում անաչառ է, օբյեկտիվ է կամ խստաբարու է այդպիսի դեպքերով եւ դա կարծիք է։ Կարծում եմ այս հարթակը կայացած էր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ դատավորի վարկանիշը միայն փաստաբանների գնահատականի հիման վրա է ձևավորվում։ Հարթակը դատավորներին գնահատելու իրավասությունը վերապահում է միայն փաստաբանական համայնքին, ամբողջությամբ դուրս թողնելով դատախազներին, քննիչներին կամ մասնագիտական հանրույթի այլ ներկայացուցիչներին։ Դրա հետևանքով ձևավորվող վարկանիշը չի կարող համարվել դատավորի մասնագիտական գործունեության ամբողջական, հավասարակշռված կամ օբյեկտիվ արտացոլում։ Սերգեյ Հարությունյանը հակադարձում է պետական մի կառույցի ներկայացուցիչը չի կարող անկախ եւ անաչառ գնահատել պետական մյուս կառույցի աշխատանքը։ Դատախազությունը դա ծառայություն է եւ այնտեղ նույն դատախազը ինչ որ սուբորդինացիոն ենթակայության տակ է։ Փաստաբանների պարագայում փաստաբանները անկախ են իրենց դիրքորոշումը հայտնելու եւ անկախ են իրենց համակարգչի դիմաց նստելու եւ այդ քվեարկելու եւ կաղապարված չեն, չգիտեմ, փաստաբանների պալատի նախագահի կամ այլ փաստաբանի կարծիքով եւ դրանք այլ իրար հետ տարբերվող
կառույցների մասին է այստեղ խոսքը, եթե փաստաբանները անկախ են, ապա դատախազության պարագայում մենք կտեսնենք, որ այլ ձև կլինի որոշումը։ Որն է այս հարթակը փակելու իրական շարժառիթը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանն իր ենթադրություններն ունի։ Չափազանց շատ ավելի գործեր ունենք անելու դատական իշխանության կայացման համար, իսկ սա կարծում եմ նորից եմ կրկնում ավելի շատ որոշ դատավորների պաշտպանությանն ուղղված քայլ էր։ Թե կոնկրետ որ դատավորների վարկանիշն են փրկում իշխանությունները, փաստաբանն անուններ չի տալիս։ Հարթակի ուսումնասիրությունից սակայն ուշագրավ տվյալներ են աչքի ընկնում։ Ըստ հարթակի ամենացածր վարկանիշ ունեցող դատավորների շարքում աղմկահարույց քաղաքական գործեր քննող եւ իշխանահաճո որոշումներ կայացնող Մասիս Մելքոնյանն է եւ Կարեն Փարխոյանը։ Չափազանց ցածր վարկանիշ ունեն նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Սեդա Սաֆարյանը։ Ամենացածր վարկանիշն ի դեպ հենց Սեդա Սաֆարյանինն է, որի մասնակցությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության բողոքի քննությանը հանրության շրջանում դժգոհության առիթ էր դարձել։